Հրաֆի Սամվել Համազասպուհի Լուսինը շտապով սահում էր դեպի Սիփանի բարձր գագաթները, որ ընկղմված էին խորին թախծալի մթության մեջ։ Հայտնի չէ, թե ինչու նա այդպես դժգոհությամբ թողնում էր այն գեղեցիկ վայրերը, ուր ամեն գիշեր նկարում էր այնքան սքանչելի պատկերներ։ Նրա ներքևում անհանգիստ կերպով ծփում էր վանածովակը։ Նա ծփում էր որպես մի սիրահար, որ շուտով պիտի բաժանվի յուր սիրուհուց։ Անզուսպ տարփանքով հափշտակվել էր նա երկնից դժխոյի գունաթափ շարավիղներով և շողշողալով գրկվում էր նրանց հետ, համբուրվում էր և կարծես յուր ալիքների տխուր շշունջներով ասելիս լիներ. «Մի գնացեք, մի թողեք ինձ խավարի մեջ», բայց նա գնում էր։ Ծովակի արևելյան ափերի վրա դեռ նշմարվում էին մի հինավուրց քաղաքի բարձր աշտարակները և ատամնավոր շրջապարիսպները։ Լուսնի լուսավորության ներքո այդ վաղեմի քաղաքը ներկայանում էր որպես մի պարավ կախարդ, որ յուր ծերության մեջ տակավին մնացել էր գեղեցիկ, տակավին մնացել էր հրապուրիչ, այնտեղ նրա օդակառույց ապարանքների մեջ, այնտեղ նրա բարձր կախաղանավոր պարտեզներում մի ժամանակ հայոց մի երիտասարդ թագավորի սիրով զվարճանում էր աշխարհի ամենամեծ կախարդը Շամիրամը։ Դա Վան քաղաքն էր։ Լուսինը ծածկվեցավ Սիփանի բարձրությունների մեջ և յուր ետևից թողեց մթին խավար։ Այլևս չէր երևում սիրուն քաղաքը, այլևս չէր երևում փայլուն ծովակը։ Լսելի էր լինում միայն ալիքների խուլ հառաչանքը, որ գիշերային լռության մեջ հնչում էին որպես մի սգավոր ողբաձայն աղաղակներ։ Լուսնի լուսավորությանը փոխարինեց մի այլ լուսավորություն։ Ուղիղ այն կողմում, որտեղ կանգնած էր քաղաքը, օդի մեջ երևացին բազմաթիվ հրեղեն գնդակներ։ Այդ երևույթը սկզբից այնպիսի տպավորություն էր գործում, կարծես ամբողջ երկինքը բոցավառվում էր մի ընդարձակ հրդեհով, և աստղերը այրվելով մեկ-մեկ ցած էին թափվում։ Բայց հրեղեն գնդակները բարձրանում էին ներքևից և օդի մեջ զանազան պտույտներ գործելով հետո ցած էին ընկնում, այնտեղ կատարվում էր մի հանդիսավոր հրախաղություն, բայց դժոխային հրախաղություն։ Հրեղեն տարափը հրեղեն կարկուտի նման շարունակում էր տեղալ։ Նա հետզհետե աճում էր ավելի փութով, նա հետզհետե ընդարձակվում էր ավելի եռանդով։ Երբեմն շրջակայքը դղրդվում էր խառնաձայն աղաղակների խուլ արձագանքներով։ Այդ աղաղակները որպես մի զարուրելի կատաղություն լսելի էին լինում հրային սաստիկ ժայթքումներից հետո, որպես զայրացած երկնքի աղաղակը լսելի է լինում կայծակի ահռելի փայլատակումից հետո։ Վանը պաշարված էր։ Այդ կրակը, այդ հուրն ու բոցը թափվում էր դժբախտ քաղաքի վրա, նրան պաշարել էին վայրենի ռշտունիները իրանց դրացի սասունցիների հետ։ Նա պաշարված էր այդ լեռնականներից, որպես մի ժամանակ դժբախտ Տրոյան պաշարված էր հելենացիներից։ Նախանձախնդիր հելենացին կռվում էր գեղեցիկ Հեղինեի պատվի համար, որին յուր թագավոր ամուսնի հյուրասեր տնից հափշտակեց անամոթ տարբածում։ Իսկ ռշտունիները կռվում էին իրանց աշխարհի սիրելի տիկնոջ համար, որին անգութ ձեռքով հափշտակեց եղբայրը։ Լեռնականները տիրելով մերձակա նրանց բարձրությունից խուր էին ցանում քաղաքի վրա, նրանց հրանոթներն ապագա հրանոթների նախապապերն էին, հասարակ պարսետներ, խիստ պարզ կերպով շինված, բայց չայրվելու համար շղթաներից շինված։ Դրանց մեջ դնում էին կամ ծծումբով տոգորված շորի փաթոթներ, կամ նավթի և այլ դյուրավառ հեղուկների մեջ թաթախված փալասի կտորներ, վառում էին և պտուտայցնելով օդի մեջ ձգում էին դեպի քաղաքը։ Ոմանք նույն պարսետներով նետում էին քարեր։ Շատ չանցավ քաղաքը նույնպես սկսեց ներսից պատասխանել դրսի կրակներին։ Զանազան տեղերից բարձրացան բոցեր, բայց այդ բոցերը բարձրանում էին և դարձյալ հանգչում էին իրանց տեղում, առանց քաղաքի պարիսպներից դուրս գնալու։ Դրանք ներսի շինվածքների բոցերն էին, որ արդեն սկսել էին այրվիլ։
Քաղաքը պաշտպանող զորքը բաղկացած էր միայն պարսիկներից, որ բերել էին իրանց հետ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։ Օրհասական տագնապի մեջ այդ զորքերը այնքան հոգ չէին տանում դրսի թշնամու հետ մաքարելու, որքան աշխատում էին զսպել ներսի բնակիչներին, որոնք սարսափելի խռովությամբ դուրս էին փախչում իրանց տներից, որտեղ որ հրդեհը արդեն սկսել էր ճարակել։ Զորքը վախենում էր, միգուցե քաղաքացիք բաց անեն քաղաքի դռները և թշնամուն ճանապարհ տան ներս մտնելու, բայց կրակը ավելի ու ավելի տարածվում էր, նախ այրվեցան ախորատների կտուրների վրա դիզած խոտերը, հետո մարակներն ու մթերանոցները։ Շուկան յուր բոլոր հարստությամբ վառվում էր որպես մի շորի կտոր, կրակը սկսվեցավ ատաղծագործների խանութներից և այստեղից անցավ դեպի քաղաքացոց տները։ Մարդիկ այլևս հոգ չէին տանում հանգցնելու, այլ շտապում էին փախչելու, ուր գնում էին, որ կողմ և վազում էին, նրանց առջև փակում էր հրեղեն անանցանելի հեղեղը։ Սարսափած բնակիչների հուսահատ աղաղակները, միախառնվելով կործանվող շինվածքների դղրդյունի հետ, ավելի սաստկացնում էին ընդհանուր զահուրանքը։ Հրդեհի սոսկալի լուսավորությունը Երևան հանեց մի սոսկալի հրեշ, որ քաղաքի հյուսիսային կողմից որպես մի քարացած, գալարված վիշապ բարձրացել էր դեպի երկինքը։ Նա հետզհետե աճում էր, հետզհետե ավելի ահռելի կերպարանք էր ստանում, որքան աճում էր տիրող լուսավորությունը։ Հպարտ հայացքով նայում էր նա դեպի յուր շուրջը ճարակող հրային ծովը և կարծես նրա մռայլ հայացքը արտահայտում էր այդ խոսքերը. «Չնչին տար, որքան կամենում ես կատաղիր, որքան կամենում ես հեռու տարածիր քո վայրագությունը, բայց դարձյալ քո ալիքները իմ բարձրությանը չեն հասնի»։ Դավանա միջնաբերդն էր, այն վիմային հսկա ամրությունը, որ բնությունը ինքն էր հրաշակերտել, դա այն անմատչելի ամրոցն էր, որի սքանչելիքները հայոց ավանդությունները Շամիրամին էին ընծայում։ Ավելի մոտից նայելով նա մի այլանդակ ուխտի նմանություն ուներ, բայց չոքած ուխտի, որը որպես մի հրեշավոր սփինքս կիսով չափ թաղվել էր ծովեզրքի ավազների մեջ։ Վիթխարի գլուխը տարածել էր դեպի արևելք, իսկ ստվար գավակը դեպի արևմուտք։ Նրա կրկնակի սապատները, որ բարձրացել էին մինչև ամպերը, կրում էին իրանց վրա ահագին աշտարակներ և անառիկ, բրգաձև մարտկոցներ։ Աշխարհի բոլոր զորությունները անկարող էին ազդել նրա ապարաժային կողքերի վրա, որ պողովատի կարծրությունը ունեին։ Նրա քարեղեն սրտում փորված էին բազմաթիվ սենյակներ, խորին անձավներ և զանազան սրահներ ու սրահակներ, որոնք նույնքան խորհրդավոր և նույնքան անվերծանելի էին, որպես այդ ծածկամիտ սփինքսը։ Քարակոպ սրահակներից մեկի մեջ ուրմի ժամանակ նստած էր լինում Շամիրամը և նրա բարձրությունից նայում էր դեպի Վանաձովակի կապուտակ հայելին, նայում էր դեպի Վարագալ լեռան հրաշալի տեսարանները և հիանում էր հայոց երկրի գեղեցկությամբ, այժմ նույն սրահակի մեջ գտնվում էր մի այլ իշխանուհի։ Քնած էր նա, այնպիսի մի անուշ և խաղաղ քնով, որ խիստ հազիվ անգամ բարի ոգիները պարգևում են մահկանացուներին։ Նա քնած էր առանց համբելու յուր շեքեղ անկողնի վրա։ Գեղեցիկ դեմքը հրդեհի տաքությունից ժառագունել էր։ Քրտինքի մի քանի մարգարիտներ փայլում էին պարզ ճակատի վրա, որ պսակված էր սև գանգուրներով։ Վարդագույն շրթունքներն երբեմն հազիվ նշմարելի կերպով ցնցվում էին և մի թեթև ժպիտ յուր բոլոր հրապուրանքով վազում էր սիրուն դեմքի վրա։ Ծանր շառաչյունը ամեն անգամ բարձրացնում էր նրա հարուստ կուրծքը, որի վրա հանգչում էր պարանոցի գոհարազարդ մանյակը։ Երկու ձեռքերի հոլանի բազուկների ոսկյա պարանջանների հետ կցած էին երկու երկաթյա օղակներ, որ միանում էին մի կարճ շղթայի երկու ծայրերի հետ։ Ոտքերից մեկը նույնպես շղթայված էր։ Այդ դրության մեջ նմանում էր նա մի բանտարկված հրեշտակի, որի հանցանքը հենց յուր անմեղության մեջն էր կայանում։ Հրդեհի կարմրագույն ճառագայթները ներս ցոլանալով նրա բանտի լայն պատուհաններից լուսավորում էին գեղեցիկ սրահակը վառվռուն շլացուցիչ լուսավորությամբ։ Այդ սոսկալի լուսավորության մեջ նա ավելի սքանչելի էր երևում։ Շրջակայքում տիրող աղմուկն ու խռովությունը արթնացրին նրան։ Գլուխը վեր բարձրացրեց, ապշած կերպով նայեց յուր շուրջը,
Մի քանի րոպե նա իրան երազի մեջ էր զգում։ Ոչինչ չէր հասկանում, նրա ականջներին հասնում էին միայն ոտքերի խուլ տրոփյուններ, խառնաձայն աղաղակներ և հուսահատական դառն հառաչանքներ։ Նրան այնպես էր թվում, որ աշխարհի վերջը հասել էր և տիեզերքը ընդհանուր ալեկոծության մեջ էր գտնվում։ Նրա սիրտը սկսեց դողալ, փորձեց մոտենալ պատուհանին և նայել, բայց ոտքին կապած շղթան արգելեց։ Աղմուկը ավելի սաստկանում էր և սրահակի մեջ տիրող լուսավորությունը հետզհետե ավելի պայծառ գույն էր ստանում։ Նա այժմ սարսափում էր նայելու յուր շուրջը, երկու ձեռքով բռնեց աչքերը և ողբաձայն աղաղակով բացականչեց. «Տեր Աստված, այդ ինչ խռովություն է»։ Այդ միջոցին մի անձնավորություն ծանր և հաստատուն քայլերով վեր էր բարձրանում միջնաբերդի քարակոպ սանդուղքներով, որ փորված էին միակտուր ապարաժի մեջ։ Երբեմն յուր լուռ հայացքը դարձնում էր նա դեպի շուրջը կատարվող արհավիրքը և երբեմն նայում էր դեպի յուր առջևի խոտորնակի սանդուղքները, որ ձեռքի լապտերով լուսավորում էր մի սպա, թեև լապտերի ամենևին պետք չկար։ Երկար գնում էր նա, մինչև բարձրացավ միջնաբերդի գագաթը և կանգ առեց հիշյալ սրահակի դռան մոտ։ Նա գլխով նշան տվեց սպային, որ սպասե դրսում, իսկ ինքը հանեց գրպանից մի ծանր բանալի, բաց արեց երկաթյա դուռը և ներս մտավ։ «Ողջույն, սիրելի համազասպուհի», ասաց նա մոտենալով տիկնոջը։ «Ես կարծում էի, որ դու քնած կլինես, երևի դրսի աղմուկը անհանգստացրեց քեզ»։ «Այդ ինչ աղմուկ է», հարցրեց տիկինը խռովյալ ձայնով։ «Ցնծության աղմուկ, սիրելի համազասպուհի, այդ դեռ հարսանիքի առաջին գիշերն է։ Քո հարսանիքի, սիրելի համազասպուհի, տեսնում ես, ինչպես գեղեցիկ լուսավորված է քաղաքը։ Ոչ, դու չես տեսնում, ես այս րոպեիս քեզ ցույց կտամ»։ Նա մոտեցավ, բաց արեց տիկնոջ ոտքի շղթան, բռնեց նրա ձեռքից և տարավ կանգնեցրեց պատուհանի մոտ, ասելով. «Նայիր»։ Կարծես դժոխքը յուր բոլոր զարուրանքով բացվեցավ թշվառ տիկնոջ աչքերի առջև։ Նա դողդողաց, թուլացավ և ընկավ անգութ այցելուի բազուկների վրա, որը գրկեց նրան և կրկին դրեց յուր անկողնի վրա։ Այցելուն Վահան Մամիկոնյանն էր, Սամվելի հայրը և ուշաթափ եղած տիկնոջ հորեղբայրը։ Հսկայատիպ էր նա և ամրակազմ, և որպես առհասարակ բոլոր Մամիկոնյանները օժտված էր շատ հաճելի կերպարանքով։ Նրա փոքր-ինչ խիստ դեմքը արտահայտում էր հաստատամիտ մարդու թե համառություն և թե անգթությունը, երբ այդ պետք էր, կրում էր պարսից նշաններ։ Տիկնոջ անակնկալ ուշաթափությունը բավական խռովություն պատճառեց նրան։ Նա համազասպուհիին այն աստիճան թուլասիրտ չէր կարծում, այդ էր պատճառը յուր այնպես անզգույշ վարվելուն նրա հետ։ Բայց տիկնոջ ուշագնացությունը երկար չտևեց, նա բաց արեց յուր լի սրտմտությամբ աչքերը և դառնալով դեպի հորեղբայրը ասաց. «Այդ էիր ցանկանում, Վահան, միթե այս աստիճան քարացած են քո մեջ մարդկային զգացմունքները, որ դու ծաղրում ես հազարավոր ընտանիքների լացն ու կոծը, որ դու առ ոչինչ ես համարում այդ թշվառների խորովիլը իրանց տների ծածկերի ներքո և նրանց թաղվիլը իրանց բնակարանների մոխրի մեջ»։ «Ինչու ես ինձ հանդիմանում, սիրելի համազասպուհի», պատասխանեց նա հանդարտ կերպով։ «Այդ քո ամուսինն է, որ կրակ է թափում քաղաքի վրա»։ Տիկնոջ զայրացած դեմքը ավելի գունաթափվեցավ։ «Իմ ամուսինը», բացականչեց նա դողդոջուն ձայնով, «այդ չէ կարող լինել, Վահան, նա յուր կյանքում մի մրջյունի անգամ չի վիրավորել։ Բաց արա իմ շղթաները, Վահան, ես այս րոպեիս կգնամ, եթե նա է, իմ սրտի բոլոր դառնությունը կթափեմ նրա վրա։ Այո, նա է, յուր վայրենի լեռնականներով պաշարել է քաղաքը։ Եթե իմ ամուսինն է, անպատճառ ինձ համար է գործում այդ բարբարոսությունը, ինչու բերեցիր ինձ այստեղ, Վահան, ինչու խռովեցիր Արաքինի մարդուն, դու ավերակ դարձրիր մեր ամրոցները և դրանով ևս չկարողանալով հագեցնել քո անգթությունը, դու քո հարազատին, քո արյունակցին գերի վարեցիր։ Ինչ էր իմ հանցանքը, ինչու եմ ես այստեղ, այս շղթաների մեջ, այս քարեղեն բանտում, ուր ամենաթշվառ եղեռնագործներն են միայն աքսորում։ Ինչու համար է այդ բոլորը, նրա համար, որ բարի և ողորմած մարդուն
գազանության մեջ դնեիր, որ նա գար եւ այդ դժոխային, այդ դիվական խաղը խաղար դժբախտ քաղաքի հետ։ Նա բռնեց աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Նրա արտասուքը ազդեց Մամիկոնյան իշխանի վրա, որը զսպելով սրտի խռովությունը բռնեց նրա շղթայակապ ձեռքը եւ խիստ զգացված ձայնով ասաց. «Այդ հարկելի ձեռքերը, որ միշտ սովորած են եղել բարիք գործելու, այո, այժմ շղթայի մեջ են, եւ այդ շղթան դրել է եղբայրը։ Բայց մի նախատիրին, սիրելի համազասպուհի, կյանքի մեջ, մանավանդ պետությունների կյանքի մեջ լինում են այդպիսի դառն հանգամանքներ, երբ հայր, մայր, քույր, եղբայր կամ օտար բոլորը հավասար են եւ հավասար կերպով են պատժվում, երբ խոչընդոտ են դառնում մի մեծ ձեռնարկության իրագործմանը, որի մեջն է հասարակած բարին, որից կախված է նրա ապագա երջանկությունը։ Մենք, թե ես եւ թե մեր ուժանը, ծառայում ենք այդ գործին։ Ո՞րն է այդ գործը, ո՞րն է այդ մեծ ձեռնարկությունը։ Քեզ հայտնի է, սիրելի համազասպուհի, այլևս ինչու ես հարցնում։ Տիկնոջ տխուր աչքերը փայլեցան բարկության բոցով, նա գոչեց. «Ամոթ քեզ Վահան, որ ամոթալի գործով արատավորում ես Մամիկոնյանների պայծառ հիշատակը։ Թող այն օրը սև լիներ, երբ դու աշխարհ եկար։ Թող քո մայրը քո փոխարեն մի կտոր քար ծնած լիներ եւ ոչ քեզ նման մի պատիժ ու պատուհաս հայոց երկրի համար»։ Իշխանը լռեց, նրա ամբողջ մարմնով անցավ մի ցուրտ սարսուռ եւ հանդարտ դեմքի վրա երևացին անորոշ ցնցումներ, որ արտահայտում էին նրա խորին վրդովմունքը։ Դու ինձանից ում ես, համազասպուհի, ուրիշ խոսքերի արժանի չես դու Վահան, նա, որ թողնում է մայրենի եկեղեցին եւ Պարսից հեթանոսական կրոնն է աշխատում տարածել յուր հայրենիքում, նա, որ դավաճանում է յուր թագավորին եւ Պարսից բարբարոսական իշխանությունն է կամենում հաստատել յուր հայրենիքում, նա, որ կրակով եւ այրունով ոչնչացնում է հայրենի երկիրը, նա միայն անեծքի է արժանի Վահան։ Կանիծեն քեզ հազարավոր մայրեր, որ պիտի զրկվին իրենց որդիներից, կանիծեն քեզ հազարավոր ամուսիններ, որ պիտի այրի մնան, կանիծեն քեզ հազարավոր քույրեր, որոնց եղբայրները պիտի ընկնին ներքին կռիվներում, կանիծեն քեզ հազարավոր մանուկներ, որ պիտի որբ մնան, կանիծե քեզ ապագա սերունդը, քանի որ կհիշե չար մարդու չար գործերը։ Այդ խոսքերը կայծակի նման շանթում էին իշխանի սրտին։ Այո, պատասխանեց վշտալի ձայնով, այդ բոլոր զոհերը պետք է կատարվին, եւ ես շատ ցավում եմ, որ պետք է կատարվին, բայց առանց այդ զոհերի փրկություն չի լինի։ Թող ներկա եւ ապագա սերունդը անիծե ինձ, բայց իմ խիղճը հանգիստ է։ Ես համոզված եմ, որ վատ գործ չեմ կատարում։ Ինչու ես դու, համազասպուհի, մոռանում անցյալը, ինչու ես դու մոռանում պատմությունը, ամենամոտ ժամանակների աղետալի պատմությունը, երբ Տիրանը, մեր այժմյան աքսորիալ թագավորի հայրը, կամենալով իսպար ջնջել Արծրունի եւ Ռշտունի նախարարների ամբողջ տոհմերը, երբ բոլորին կոտորել տվեց առանց խնայելու սեռի եւ հասակի, ովքեր էին այն երկու մանուկները, որ միայն ազատ էին մնացել ընդհանուր կոտորածից։ Մեկը տաճատ Ռշտունին էր, իմ հայրը, մյուսը Շավասպ Արծրունին էր, մեր ուժանի հայրը։ Այո, այդ երկուսը միայն կենթանի մնացին երկու նախարարական մեծ տոհմերի բազմանդամ գերդաստանից, բայց երբ այս երկու մանուկներին եւս դայիչները բերեցին Տիրանի առջև մորթելու, ովքեր էին, որ մերկ սրերը ձեռքում արձակվեցան արյան հրապարակը եւ ազատեցին անմեղ մանուկներին։ Մեկը քո հայրն էր Արտավազդը, մյուսը քո եղբայրն էր Վասակը։ Այո, համազասպուհի, մեկը իմ հայրն էր, մյուսը իմ եղբայրը։ Այդ երկու մանուկների պատճառով նրանք թողին Տիրանի ծառայությունը, թողին իրանց հայրենի ժառանգությունը, տարոնը եւ ամրացան Տայոց լեռների մեջ։ Այնտեղ մանուկներին սնուցին, մեծացրին եւ իրենց աղջիկներին նրանց կնության տվեցին։ Շավասպից ծնվեցավ մեր ուժան Արծրունին, իսկ տաճատից Գարեգին Ռշտունին, քո ամուսինը։ Եվ այսպես կրկին շարունակվեցան երկու բնաճինչ եղած նախարարությունները։ Ես չեմ հասկանում, ինչու համար ես հիշեցնում ինձ այդ բոլորը, ընդհատեց տիկինը։ Նրա համար, համազասպուհի, որ արշակունիների տան վրա արյուն կա, եւ արյունը պետք է արյունով մաքրվի։
բայց ոչ անմեղ ժողովրդի արյունով։ Եվ անմեղ ժողովրդի այրունով, երբ նա հիմարաբար միջամտություն է գործում և պաշտպան է հանդիսանում արշակունիների փչացած, անբարոյականացած տանը, որից եթե վաղուց ազատված լինեինք, ավելի բախտավոր կլինեինք, թե մենք և թե մեր աշխարհը։ Ցնորքներ են պտտվում քո գլխում, Վահան, ասաց տիկինը զայրացած ձայնով։ Կիրքը, ատելությունը, անզոսպ վրեժխնդրությունը կուրացրել են քեզ և խլել են քեզանից ամեն բան, ինչ որ մարդկային է, ինչ որ աստվածահաճո է։ Ասա ինձ, ինչով է մեղավոր տիրանի որդի Արշակը, մեր ներկա դժբախտ թագավորը, որ այժմ հեծում է անուշ բերդի մթին բանտերում։ Ինչով է մեղավոր նա, որ յուր հայրը այսպես կամ այնպես է վարվել։ Նրանով, սիրելի համազասպուհի, պատասխանեց իշխանը դառն կերպով ծիծաղելով, որ նրա ձեռքերն ևս մաքուր չեն այրունից։ Մի փոքր անձնասիրություն ունեցիր, համազասպուհի, ով է սպանել քո հորը, կամենում եմ ասել, և իմ եղբորը։ Արշակ թագավորը, ով կոտորել տվեց մեր փեսա կամսարականների ցեղը և ագահ ձեռքով հափշտակեց նրանց երվանդաշատ քաղաքը և արտագերս ամրոցը։ Արշակ թագավորը, բայց դրանով ինչ ես կամենում ապացուցանել, Վահան, քո և Մերուժանի ապստամբությունը արշակունյաց թագավորների դեմ չէ, այլ թագավորության դեմ է, հասկանում ես, Վահան, տիրանը կամ նրա որդի Արշակը կարող էին վատ թագավորներ լինել, բայց ինչով են մեղավոր նրանց ժառանգները, գուցե Արշակի որդի պապը շատ լավ թագավոր կլինի մեզ համար։ Սխալվում ես, համազասպուհի, օձից ձուկն չի ծնվի և ոչ գայլից գառն։ Դու ես սխալվում, Վահան, ահա քեզանից ծնվել է Սամվելը, որ ամենապատվական երիտասարդ է։ Հազիվ թե ամբողջ աշխարհում կարող էր գտնվել մի արարած, որ համարձակվեր այնպես երես առ երես և այնպես կծու կերպով նախատել այդ գոռոզ, անձնասեր իշխանին և ինքը մնար անպատիժ։ Բայց Վահանը ոչ միայն հարգում էր նրան, այլև սաստիկ սիրում էր։ Մամիկոնյան բոլոր աղջիկների մեջ հայտնի էր համազասպուհին, թե յուր բարձր առաքինությամբ և թե յուր խելքով։ Այդ էր պատճառը, որ վայելում էր բոլորի սերը։ Բայց իշխանը, նկատելով, որ վիճաբանությունը խիստ սուր կերպարանք է ստանում, զանցառության տվեց յուր հարազատից կրած վիրավորանք ասելով. Սամվելին որդին չի լինի, եթե ինձ չի հետևի։ Բայց այդ թողնենք, մենք հեռանում ենք հարցից, համազասպուհի։ Իմ բերած ապացույցները տիրանի և Արշակի անկարգ վարմունքների մասին միայն այն նպատակով էր, որ քեզ ցույց տամ, թե ես և թե Մերուժանը իրավացի պատճառներ ունենք արշակունիներին ատելու։ Նույն իրավացի պատճառները ունեիր ավելի դու, համազասպուհի, որովհետև Արշակը քո հայրասպանն է։ Նույն իրավացի պատճառներն ուներ և Պամուսինը, որովհետև արշակունիները կոտորել տվին նրա ամբողջ ազգատոհմը։ Բայց թե դու և թե քո ամուսինը ոչ միայն հավատարիմ եք մնացել ձեր նախնիքը կոտորողներին, այլ մինչև անգամ ամենայն համառությամբ պաշտպանում եք նրանց։ Ով որ նրանց պաշտպանն է, մեր թշնամին է, և թշնամու հետ մենք կվարվենք թշնամաբար։ Այդ էր պատճառը, որ ես և Մերուժանը կործանեցինք ձեր ամրոցները և քեզ այստեղ գերի բերեցինք, համազասպուհի։ Ինչու համար բերեցիք։ Որ քո ամուսինը անձնատուր լինի։ Ահա, տեսնում ես, փոխանակ անձնատուր լինելու նայրում է Մերուժանի քաղաքը, և մենք այս րոպեից գտնվում ենք Հրեղեն ծովի մեջ։ Ձեր վայրենությամբ ինչ շահեցաք, Վահան, ավելի ոչինչ, քան թե բորբոքեցիք մի ներքին, արյունահեղ պատերազմ։ Եվ այդ պատերազմը կշարունակվի և ավելի զարուրելի կերպարանք կստանա, քանի որ դուք չեք դառնա ձեր չար ճանապարհից։ Կրկնում եմ, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի, աշխատել ոչնչացնելու քրիստոնեական կրոնը, աշխատել կործանելու հարազատ թագավորության գահը, դա միայն դավաճանների և մատնիչների գործն է, թե ես և թե իմ ամուսինը դավաճաններին աջակից չենք լինի։ Իզուր ես այսպես մտածում, համազասպուհի, մենք կամենում եմ ասել, թե ես և թե Մերուժանը մեծ հանցանք գործած կլինեինք, եթե մեր դիտավորությունը այն լիներ, որպես դու ես կարծում ոչնչացնել կրոնը։ Մենք աշխատում ենք վերադառնալ մեր հին կրոնի, մեր նախարծ սիրելի աստվածներին, մեր ժողովրդի մեծ մասը տակավին յուր հին կրոնին է հետևում
եւ խորշելով խորշում է քրիստոնեությունից։ Ինչ տվեց մեզ քրիստոնեությունը։ Այդքանը միայն, որ մոտեցրեց մեզ խաբեբա բյուզանդացիներին եւ հեռացրեց, թշնամացրեց մեզ մեր վաղեմի բարեկամ եւ դաշնակից պարսիկների հետ։ Միթե կարելի է Վահան որպես քաղաքական նկատառումներով նայել կրոնի վրա եւ նրան զանազան շահերի խաղալիք դարձնել, որովհետեւ պարսիկների հետ բարեկամանալու համար հարկավոր է փոխել կրոնը։ Ուրեմն պետք է փոխել։ Ես դեռ չվերջացրի համազասպուհի, դու ինձ միշտ ընդհատում ես։ Լավ, վերջացրու։ Իզուր ես մտածում եւ այն թե մենք աշխատում ենք կործանելու մեր արքայական հարազատ գահը։ Միթե արշակունիները մեր հարազատներն են։ Նրանք մեզ համար խորթ են, անհարազատ են, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են։ Նրանց միայն համբերում էինք մենք, համբերում էին եւ պարսիկները, քանի դեռ Պարսկաստանում նույնպես արշակունյաց տոհմն էր տիրում։ Այնտեղ ընկան նրանք եւ հիմնվեցավ նոր Սասանյան պետությունը։ Այժմյան Սասանյանները չեն կարող համբերել եւ չեն համբերում մեր քրիստոնյա արշակունիներին։ Մենք աշխատում ենք այդ գայթակղության քարը մեջտեղից վերացնել։ Մենք այսուհետև միայն կունենանք մեր հարազատ թագավորը, որովհետև շապուհը խոստացել է տալ մեր ուժանին հայոց թագավորությունը։ Տիկնոջ դեմքի վրա երևաց մի արհամարհական ժպիտ, եւ նա գեղեցիկ գլուխը շարժելով պատասխանեց. թե որքան կարելի է հավատալ խորամանկ շապուհի նենգավոր խոստումներին, այդ դեռ մի երազական ցնորք է, որով խելագար մեր ուժանը միայն կարող է հրապուրվել։ Այդ թող մնա, բայց եթե այնպես դատելու լինենք, որպես դու ես դատում Վահան, ասելով թե արշակունիները մեր հարազատները չեն, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են, այդպիսով մեզանից ոչ ոք հարազատ չի լինի հայոց երկրին։ Մենք մամիկոնյաններս ճենացիներ ենք, քո սիրելի մեր ուժանին նախնիքը ասորեստանցիք են, եւ այդպես շատ նախարարական տներ օտար ծագումներից են առաջ եկած։ Բայց ժամանակները բոլորին հայացրին, այժմ հայոց լեզվով են խոսում, հայոց կրոնն են պաշտում եւ արյունով խառնվեցան հայերի հետ, նույն պայմաններին ենթարկվեցան եւ արշակունիները։ Իշխանի համբերություն հատավ, նա վեր կացավ եւ կանգնելով տիկնոջ մոտ արտասանեց հետեւյալ խոսքերը. Դու սիրում ես վիճաբանել համազասպուհի։ Դու վիճաբան էիր եւ այն ժամանակ, երբ դեռ փոքր էիր եւ մեր ամրոցի բակում միասին գնդակներ էինք խաղում։ Ես կարճ կկտրեմ քեզ հետ։ Ահա մեր ուխտը, քրիստոնեությունը պետք է ոչնչանա, արշակունյաց իշխանությունը պետք է ընկնի, որովհետեւ այդ է պահանջում մեր երկրի խաղաղությունը։ Մեր ուժանը պետք է հայոց թագավոր դառնա Պարսից գերիշխանության ներքո։ Մենք պետք է կրոնով միանանք պարսիկների հետ։ Մեր բարեկամությունը ավելի ամրապնդելու համար, մեր եւ նրանց մեջ կրոնի խտրություն չպիտի լինի։ Թող նրանք միանան մեզ հետ, ընդհատեց տիկինը, թող նրանք ընդունեն քրիստոնեությունը, դարձյալ մեր եւ նրանց մեջ կրոնի խտրություն չի լինի։ Միշտ տկարները հետևում են հզորներին, մենք տկար ենք, իսկ նրանք զորավոր։ Քրիստոնեության մեջ ամենափոքր ամենից մեծն է եւ ամենատկարը ամենից զորավորը։ Այդ ցնորք է, տկարը, զորավորը զորավոր։ Դու միայն այն ասա համազասպուհի, համաձայն ես մեզ հետ։ Երբեք։ Ով որ մեզ հետ համաձայն չէ, մեր թշնամին է։ Ես ամենևին ինձ քո բարեկամը չեմ համարում, Վահան, թեև քո եղբոր աղջիկն եմ։ Ով որ մեզ չի հետևում, նա կպատժվի եւ անխնա կերպով կպատժվի։ Դրանից ավելի պատիժ այլևս ինչ պետք է լինի։ Նա ցույց տվեց յուր շղթաները։ Դրանից ավելի սարսափելին կա համազասպուհի։ Ես պատրաստ եմ, Վահան։ Լավ մտածիր։ Ես բոլորը մտածել եւ վճռել եմ։ Դրսի աղաղակները լսելի եղան ավելի զարուրելի հնչյուններով։ Փոքրիկ սրահակը, որ գտնվում էին նրանք, լուսավորվեցավ վառ արյունագույն լույսով։ Վիճաբանությունը ընդհատվեցավ, տիկինը բռնեց աչքերը բացականչելով։ Ահա Վահան, քո սպառնալյաց պատասխանը։ Ահա ինչ եք ցանկանում դուք, այդ կրակը, այդ արյունը։
Ռաֆի, Սամվել։